Թեժ քննարկում ազգային ժողովում, Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստում երկու վիճելի կետերի համաձայնեցումը բազմաթիվ հարցեր է առաջացրել ընդդիմադիր падգամավորների մոտ։ Հարց արտգործնախարարին. բանակցային գործընթացում Ադրբեջանի փոխզիջումը ո՞րն է եղել։ Մի ժամ հետո այն հայտարարությունից, որ դուք բոլոր ամեն ինչ համաձայնացրել եք, Ադրբեջանը երկու նախապայմանի մասին է խոսում։ Խաղաղության հաստատմամբ, հենց այս տեքստով, խաղաղության հաստատմամբ Հայաստանը դուրս է գալու մի մեծ եւ խորը ճահճից, որից դուրս չգալու պարագայում ընկղվելու ենք եւ թաղվենք։ Լեզվակռիվ սկսվեց ընդդիմադիր падգամավոր Դանիելյանի եւ արտաքին գործերի նախարար Միրզոյանի միջև։ Հայաստանի Հանրապետությանը պետք է խաղաղություն։ Մի բան էլ ասեմ, կհամարձակեմ ենթադրել, որ այստեղ նստած մեր ընդդիմադիր գործընկերներից շատերը իզնից լավ գիտեն դա։ Ես առաջարկում եմ չմտնել այդ թակարդը մարդկանց հիմար բաներով չխաբել։ Հիմարություն ես համարում եմ, ասեմ, պարոն Դանիելյան, խաբկանքը, պատրանքը, որը կարող է տրվել ժողովրդին, այն մասին, որ օրինակ խաղաղությունը ունի այլընտրանք իդեմս պատերազմի, իդեմս հոխորտանքների, իդեմս ռազմական գործ, հիմա սրա մասին է խոսքը։ Ալիևը հրապարակավ չի հայտարարել, սակայն նախարարի ձևակերպմամբ Հայաստանն ու Ադրբեջանը այդ համաձայնագրով ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։ Եվ ըստ Միրզոյանի համաձայնագիրն ամբողջությամբ բխում է Հայաստանի շահերից։ Քառակուսի մետրով համաձայնագրում նշված չի, բայց եւ Հայաստանը եւ Ադրբեջանը համաձայնագրով ճանաչում են նույն կերպ միմյանց տարածքային ամբողջականությունը։ Միրզոյանի ձևակերպմամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստում չկա դրույթ այն մասին, որ մինչև խորհրդային միության փլուզումը երկու երկրների տարածքներում բնակեցված եւ այդ տարածքները լքած մարդիկ պետք է վերադառնան իրենց տները կամ այն տարածքներ, որտեղ իրենց նախնիները ապրել են։ Տեքստում ըստ արտգործնախարարի նաեւ չկա որևէ դրույթ այսպես կոչված միջանցքի ընդհանրապես ապաշրջափակման մեխանիզմների մասին։ Արտաքին գործերի նախարարն անդրադարձավ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը, նշելով, որ համաձայնագրի ստորագրումից հետո կարելի է ինստիտուցիոնալ առումով համարել, որ հակամարտությունը մոտեցավ ավարտին, եւ այդ պահին ըստ Միրզոյանի կարելի ասել, որ Մինսկի խմբի գործունեության անհրաժեշտությունը չկա։ Թեման թեժ է, հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը, պահանջելով անհապաղ հրապարակել փաստաթղթի վերջնական տեքստը։ ՀՀԿ-ն արձանագրում է, որ Հայաստանի քաղաքացիների համար անընդունելի է ուժի գործադրման բացահայտ սպառնալիքով բանակցությունների ցանկացած արդյունք, եւ այն չի կարող ապահովել արդար եւ երկարաժամկետ խաղաղություն տարածաշրջանում։ Գործադիր մարմինը անթույլատրելի է համարում նաեւ Հայաստանի գործող սահմանադրության փոփոխությունը արտաքին ճնշման տակ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։